1966 թվականին Ինգուշետիայում ազգագրագետը մի ծերունուց գրի է առնում մի այսպիսի պատմություն։ Ծերունին պատմում էր. Էգին հայ ազնվական էր, նա եկել էր մեր երկիր իր ամբողջ հարստությունով, իր անսահման անասուններով, նա ուներ նաև 3 որդի։ Պատմության մեջ նշում է նաև որդիների անունը, եթե չեմ սխալվում, մեկի անունը Թարգիմ էր, ամենայն հավանականությամբ Թորգոմ։ Նա բնակություն հաստատեց Կիրճում և Կիրճում սարքեց քարե աշտարակներ։ Բայց մեր ժողովուրդը դժգոհ էր, մենք ուզում էինք, որ նա հեռանա այդտեղից։ Բայց Էգին չէր հեռանում։ Մենք նրան ժամանակ տվեցինք 3 տարվա։ Երբ 3 տարին լռացավ, նա ասաց. «Ես արդեն սովորել եմ այստեղ ապրելու, որդիներս նույնպես սովորել են։ Ես այստեղից չեմ հեռանա»։ Եվ նա մնաց այդտեղ ապրելու։ Որոշ ժամանակ անց Էգիի որդիները փախցնում են ինգուշներից մի քանի աղջիկ, 2 թե 3, և ամուսնանում են այդ ինգուշ աղջիկների հետ։ Ապա նաև որոշ ժամանակ անց հաստատում են բնակավայրեր և այդպես էլ բնակություն են հաստատում Ինգուշետիայում։ Ահա այսպիսին էր ամբողջ պատմությունը։ Այս պատմությունը 60 տարի առաջ է գրի առել, բայց մինչև այժմ հանգիստ չի տալիս այդ տարածաշրջանի բնակիչներին։ Մի մասը նշում են, որ դա կեղծ պատմություն է, մի մասը նշում են ինչու 66 թվականից առաջ այդ պատմությունը չի հիշատակվում։ Իդեպ շատ չեչեններ ասում են, որ դա իրական պատմությունն է։ Ինգուշներից ոմանք նույնպես ասում են, որ դա իրոք այդպես է, քանի որ մի քանի տիպեր, ցեղեր, հենց այդ մարդու ցեղերից են։ Նույնիսկ նշում են բնակավայրերը, թե որ բնակավայրերում են ապրում այդ ցեղախմբի մարդիկ։ Իսկ ահա որպես վերջաբան, երբ 1991 թվականին Սովետական Միությունը փլվեց և վերացավ նաև Սովետական Միության հերոս կոչումը, և Ռուսաստանը իր համար ստեղծեց նոր Սովետական Միության հերոսի կոչում։ Առաջին սովետական Ռուսաստանի հերոս դարձավ ազգությամբ ինգուշ մի օդաչու, որի ազգանունն էր Ոսկանով։